Ողջույն սիրելի երկրորդ դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Մաթեմատիկայից այսօր կսովորենք երկնիշ թվերի հանումը սյունակով։ Տեսեք, հորիզոնական ուղղությամբ գրված է, մենք պիտի ներքևում գրենք սյունակով 36-ից հանած 24։ Հիշում ենք, որ սյունակով գրելու ժամանակ միավորը գրում ենք միավորի տակ, տասնավորը տասնավորի տակ։ Երկու վանդակ երկարությամբ գիծը հավասարման նշանն է, հանումը սկսում ենք ցածր կարգից։ 6-ից հանած 4 հավասար է 2-ի, գրում ենք միավորների տակ։ 3 տասնյակից հանած 2 տասնյակ հավասար է 1 տասնյակի, գրում ենք տասնավորների տակ։ 1 տասնյակ 2 միավոր հավասար է 12-ի։ 64-ից հանած 43։ 4 միավորից հանած 3 միավոր հավասար է 1 միավորի, 6 տասնյակից հանած 4 տասնյակ հավասար է 2 տասնյակի, 2 տասնյակ 1 միավոր, որը կազմում է 21 թիվը։ Մյուս առաջադրանքները երեխաները ինքնուրույն կկատարեն, այժմ ասենք 40-րդին։ 80-ից հանած 65։ Գրում ենք 8 տասնյակ 0 միավորից հանած 6 տասնյակ 5 միավոր։ Միշտ գործողությունը սկսում ենք, սյունակացեք գործողությունները սկսում ենք ցածր կարգից։ 0 միավորից 5 միավոր երեխաները չգիտեն հանել, դրա համար փոխ ենք առնում, պաշտք ենք վերցնում տասնավորներից։ 8 տասնյակից խնդրում ենք 1 տասնյակ։ 8 տասնյակը 1 տասնյակը տալիս է միավորներին, դառնում է 10 միավոր, իսկ իր մոտ մնում է 7 տասնյակ։ 10-ից հանած 5 հավասար է 5 միավորի, գրում ենք միավորների տակ, 7 տասնյակից հանած 6 տասնյակ հավասար է 1 տասնյակի, 1 տասնյակ 5 միավոր, որը կազմում է 15 թիվը։ 50-ից հանած 45։ 0 միավորից 5 միավոր պիտի հանենք, դրա համար 5 տասնյակից խնդրում ենք 1 տասնյակ, դարձնում ենք միավոր։ 10 միավորից հանած 5 միավոր հավասար է 5 միավորի։ 4 տասնյակ էր մնացել, 4 տասնյակն էլ եթե հանենք, կստանանք 0 տասնյակ։ Մենք թվից առաջ 0 չենք գրում, եթե դա ամենաբարձր կարգային միավորն է։ Նույն ձևով կատարում են հաջորդները, այժմ ասենք առաջադրանք 41-ին։ 74-ից հանած 65։ Տեսեք, այստեղ 4 միավորից պիտի 5 միավոր հանեն երեխաները, երբեմն երեխաները շփոթում են եւ մեծ թվից հանում են փոքր թիվը, սա կոպիտ սխալ է։ Մենք վերևի թվից հանելու ենք ներքևի թիվը։ 4-ից 5 հանել չենք կարող, դրա համար տասնավորին ենք դիմում, ասում ենք 7 տասնյակ խնդրում ենք 1 տասնյակ դուր միավորներին։ Վերցնում ենք 1 տասնյակը, տալիս 4 միավորին, դառնում է 1 տասնյակ 4 միավոր, այսինքն 14 միավոր։ 14-ից հանած 5 հավասար է 9-ի։ Տասնավորների մոտ մնացել էր 6 տասնյակ։ 6 տասնյակից էլ հանած 6 տասնյակ հավասար է 0 տասնյակի, ամենաբարձր կարգն է, չենք գրում։ 72-ից հանած 45, 2-ից 5 հանել չենք կարող, խնդրում ենք տասնավորներից 1 տասնյակ վերցնում ենք, տալիս 2 միավորին, դառնում է 12 միավոր, իսկ տասնավորների մնում է 6 տասնյակ։ 12-ից հանած 5 հավասար է 7-ի, գրում ենք միավորների տակ, 6 տասնյակից էլ հանած 4 տասնյակ հավասար է 2 տասնյակի, 2 տասնյակ 7 միավոր, կազմում է 27 թիվը։ 64-ից հանած 25, 4 միավորից 5 միավոր հանել չենք կարող, 6 տասնյակից խնդրում ենք 1 տասնյակ, տալիս միավորներին, դառնում է 14 միավոր, իսկ 6 տասնյակը դառնում է 5 տասնյակ, փոքրանում է, քանի որ 1 տասնյակը տվել էր միավորներին։ 14-ից հանած 5 հավասար է 9 միավոր, գրում ենք միավորների տակ, 5 տասնյակից էլ հանած 2 տասնյակ հավասար է 3 տասնյակի, 3 տասնյակ 9 միավոր, ստանում ենք 39։ Նույն ձևով կատարում են հաջորդները, անցնենք մյուս էջի առաջադրանքներին։ 42-րդ առաջադրանքը գրքում արդեն լուծված կա, երեխաները ինքնուրույն լուծում են առաջադրանքները, գումարումը եւ հանումը, հետո իրենց ստացած պատասխանները համեմատում են դասագրքում տրված օրինակի հետ։ Սա սովորեցնում է երեխաներին կատարել ինքնաստուգում։ Առաջադրանք 43-ը պետք է վերականգնենք հավասարությունը եւ շարքը ավելացնենք եւս մեկ արտահայտությամբ։ Տեսեք, 27-ին գումարած 3, երկրորդ գումարելին անհայտ է,
Առաջին գումարելին 27 է, երկրորդը անհայտ է, երրորդը 3։ 27-ին գումարում ենք հայտնի գումարելին 3-ը, հավասար է 30-ի։ Իսկ մեր գումարը 40 է։ Որպեսզի գտնենք երկրորդ գումարելին, 40-ից հանում ենք երկու գումարելիների գումարը 30-ը, կստանանք 10-ը։ 27-ին գումարած 10-ը գումարած 3 հավասար է 40-ի։ Նույն ձևով հաջորդը 26-ին գումարում ենք երրորդ գումարելին 4-ը, ստանում ենք 30։ 50-ից էլ հանում ենք 30, ստանում ենք 20-ը երկրորդ գումարելին։ Հաջորդը 25-ին գումարում ենք 5, ստանում ենք 30, 60-ից էլ հանում ենք 30 և ստանում ենք 30։ Հիմա տեսնենք օրինաչափությունը հայտնաբերենք, որպեսզի շարքը ավելացնենք։ 27, 26, 25, հաջորդը պիտի լինի 24։ 3, 4, 5, հաջորդը պիտի լինի 6։ 10, 20, 30, տասնյակներն ավելանում են 10-ակա, հաջորդը պիտի լինի 40։ Հիմա ստուգենք արդյունքը 40, 50, 60, 70 և երկրորդ գումարելիները մեծացան 10-ով և գումարը մեծացավ 10-ով։ Նույն ձևով հաջորդ առաջադրանքն ենք կատարում, 42-ին գումարած 8 հավասար է 50-ի, 50-ին էլ գումարած 5 հավասար է 55-ի։ Հիմա հետևենք օրինաչափությանը և ավելացնենք շարքը 42, 43, 44, հաջորդը պիտի լինի 45։ 8, 7, 6, փոքրանում է մեկական միավորով երրորդ գումարելին, հաջորդը պիտի լինի 5։ 5, 6, 7, մյուսը պիտի լինի 8։ Եվ 55, 56, 57, 58։ Այս արտահայտությունները շատ կարևոր են, որպեսզի երեխաների մոտ զարգանա և տեսողական հիշողությունը, և տրամաբանությունը։ Եվ վերջում լրացուցիչ առաջադրանք լրացնել վանդակները։ Ձեր տետրերում հարգելի ծնողներ ուշադրություն դարձրեք, երկու աղյուսակների մեջ սխալ կա։ Պետք է լինի 50-ի տակ ոչ թե գումարման նշան, այլ հանման, երկրորդ աղյուսակի մեջ, և նույնը առաջին աղյուսակի մեջ երկուսի դիմաց պետք է լինի հանման նշան և ոչ թե գումարման։ Մենք գտնում ենք այն բանալի արտահայտությունը, որով սկսելու ենք աղյուսակը լրացնել։ Երկու գումարելիները հայտնի են, մենք գտնում ենք գումարը։ 22 գումարած 2 հավասար է 24։ Երբ 24-ը ստացանք, կարող ենք 94-ից հանել 24 հավասար է 70։ 70-ը կազմված է 7-ից և ավելացնում ենք 63 թիվը, որ թվից պիտի հանենք 22, որ ստանանք 63։ 85-ից էլ կհանենք 22, կստանանք 63։ Անհայտ նվազելին գտնելու համար տարբերությանը գումարում ենք հանելին։ Եվ ամենավերջում 85-ին պետք է գումարենք 9, որպեսզի ստանանք 94։ Նույն ձևով կատարում են հաջորդ առաջադրանքները։ Արդեն նշված է, որ այստեղ պետք է հանման գործողություն լինի։ Գտնում ենք այն արտահայտությունը, որը բանալին է առաջինը։ 92-ից հանած 30 հավասար է 62։ 62-ը կազմված է 40-ից և 22-ից, կամ 62-ից հանած 40 հավասար է 22-ի։ Տարբերությունը հայտնի է, հանելին հայտնի է, պետք է գտնենք նվազելին։ 50-ին գումարած 22 հավասար է 72։ Անհայտ գումարելին գտնելու համար գումարից հանում ենք հայտնի գումարելին, դա 20-ն է, և ամենավերջում 20-ին էլ գումարած 20 հավասար է 40-ի։ Վերջին աղյուսակը առաջարկում եմ թույլ տալ երեխաներին լուծել ինքնուրույն։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։